Ողջույն, ողջույն իմ հարազատ հոգիներ։ Ես շատ երկար այս զրույցի ներսում նայնում եմ, այն զրույցը, որ ուզում եմ կիսվեմ, իմ մասին, թե ով եմ ես, ոնց եմ հայտնվել, ոնց է այդ գաղափարներն եկել, սկսեմ այդ խմբերը, մարմնի այդ աշխատանքը, որտեղից ես գիտեմ այդ գիտելիքները, մի փոքր ուզում եմ կիսվեմ այն մասը, որը որ իրոք ես մտածում եմ, որ այն մարդիկ, այն համագործակիցները այս կյանքի, այն ընկերներ, այն իրոք հարազատ հոգիներ, այդ արտահայտությունը շատ եմ սիրում, հարգում եմ այդ արտահայտությունը։ Ու այն մարդիկ, ովքեր որ կտեսնեն, ուզում եմ, որ զգան, ինչն է իրանց հետ ռեզոնեյթ անում, ինչը չէ, որովհետև այսօր ուզում եմ խոսեմ իմ կյանքի մասին, մի տարի արդեն ավել, որ կա YouTube-ում կիսվում եմ այդ Telegram-յան խմբի, կյանքի բազմաչափ ռեզոնանս խմբի հանդիպումներից, որտեղ որ ինչով ենք այնտեղ զբաղվել ենք մեր գիտակցության անկյունները, շերտերը ուսումնասիրելով, խորքային, գնալով, հասկանալով մեր վախերը, մեր խորքային այն սահմանափակումները, որոնք որ մեզ խանգարում են կյանքում, որոնք որ մեզ խանգարում են քայլանել մեր առողջ մարմին, դեպի մեր այն իրական խաղաղ ներկայությունը, որը որ մեր մարմինը ուզում է, առողջ վիճակը, առողջ ներկայությունը։ Այդ դրանով ենք զբաղվել ու ես այդ հատվածներն էի կիսվում ու անընդհատ ասում էի ոնց պետք է այս վիդեոն նկարվի, ոնց կարելի է մատուցել մարդկանց, որ սրտից սա լինի, իրական լինի, ես միշտ ուզեցել եմ, որ օրգանիկ այս խոսքը պահպանվի իմ բոլոր վիդեոների մեջ, ինչի, որովհետև ես ուզում եմ այնց մարդիկ, որ մենք առօրյայում իրար հետ այդպես ենք զրուցելու, այդպես ենք խոսում, այդպես ենք շփվում, այդ բառերով, այդ գիտակցական այդ շերտերն է մեզ իրական հուզում, ոչ թե մենք մի օր է մեզ հետաքրքրում, մի պահ է մեզ հետաքրքրում, չէ, այլ անընդհատ է գալիս։ Ինչն է այդ, ինչի մասին եմ խոսում, այդ ներկայությունը, այն գիտակից վիճակը, ու ես հիմա ուզում եմ, որ ես կիսվեմ, իմ մոտ ոնց սկսվեց, ասեցի չէ, շատ երեխա ժամանակվանից, առաջին անգամ ինքս ինձ հիշում եմ 3.5 տարեկանից, երբ որ առաջին անգամ սկսեցի մարզվել, այդ ժամանակ սկսեցի ճանաչել ոնց որ մարմինը, բայց դեռ այդ ժամանակ գիտակից չէր այդ ամեն ինչը։ Հետո շատ երկար տարիներ ես զբաղվեցի կարատեով, իմ առաջին մարզիչն է իմ պապան հենց, որին որ շատ հարգում եմ ու սիրում եմ, ինձ շատ ուղղորդել է ամեն կյանքի ինքը ոնց ասեմ, ուղղորդիչ ա եղել։ Ու ինչ եղավ։ Ես այդ ժամանակվանից սկսեցի իսկական ոնց որ սկսել կյանքը հասկանալ բոլոր իր գույներով։ Ու ովքեր որ կարծում են, որ ես բամբակների մեջ եմ մեծացել կամ տաք ապահով տան մեջ, չէ, այդքան էլ այդպես չի եղել։ Ես մեծացել եմ գյուղում, մի շատ հին տան մեջ, իրոք շատ հետաքրքիր մանկություն եմ ունեցել, որի համար շնորհակալ եմ այս կյանքի հենց այդ փորձառություններին, այդ ընտրություններին, բոլոր այդ հարևաններին, այդ բոլոր զրույցներին, այդ ամբողջականը հասկանում եք այդ գիտակցությունը։ Ինքը մի կետով չի, դա մի նախադասություն չի, մի մարդ չի, որին կարելի է շնորհակալություն հայտնել ու անցնել առաջ։ Դա մի ամբողջական աշխարհ է։ Ու ինչ եղավ, ես անընդհատ ինձ հետաքրքրում էր ոնց է, որ կան մարդիկ, որ իրանց մոտ ստացվում է կյանքը, իսկ մեր մոտ չի ստացվում։ Սկսեցի հասկանալ, որ պետք է շատ խելացիանալ ավելի, պետք է ավելի իմաստուն դառնալ, պետք է ավելի ինֆորմացիային տիրապետել, թարմ ինֆորմացիա պետք է ձգտել, ու որի համար շնորհակալ եմ իմ մամային, որը որ միշտ ինքը այնքան ուժեղ մամա է, որ անընդհատ ինքը կարեցել է, որ ուղղորդի, կարեցել է չհամաձայնվի այն կերպարի հետ, որը որ դու ուզում ես ներկայանաս, որ հա էլի ոնց որ հարմարացնես քո ընտանիքին, հարմարացնես քո այդ ներկա խղճուկ գիտակցական վիճակին։ Իմ մաման ինքը տենց չի եղել, որի համար էլի շատ իրոք շնորհակալ եմ այդ ընտրության համար, այդ մեծանալու, փորձառության, ինքը մի բառեր չի։
Հիմա եկեք ավելի անցնենք այդ կյանքի բազմաչափ խումբը, պրակտիկաները, ինչպես սկսվեց այդ զգացողական դաշտը։ Ես ինչի համար եմ այսպես պատմում, որ համ ճանաչեք, համ ձեր մոտ լիքը հարցեր կփոխվի էլի իրար, որ ճանաչենք։ Որովհետև մեզ չգիտես նենց են անում, որ մենք միանգամից մարդկանց մեջ սկսում ենք վատը մանգալը, ես ընդունում եմ, ես այդ վատն եմ եղել հենց, բոլոր ճանապարհները, որոնք որ գիտեք, բայց մի օր որոշեցի, որ ասեցի, օքեյ, բա այդ վատը անելը մենակ արտաքին աշխարհին չեմ ես ոնց որ վախացնում, այդ կերպարը լինում, բայց այդ ամեն ինչը մենակ արտաքին աշխարհի համար է լինում, ինչի համար եմ ասում, ներսից դատարկություն կար անընդհատ։ Հիմա ասեք դատարկությունը ոնց ես հասկացել, բարկությամբ, շատ ներսից խորքային բարկություն ունեի կուտակված ու չէ իմանում ինչ անել։ Եվ սա ես կիսվում եմ ինչի համար, որ ամբողջական հասկանաք, ես ինչի եմ ընկես սկսել փնտրել այդ գիտելիքները, ինչի է ինձ հետաքրքրում, այդ տարիքից սկսած, որովհետև ոչ թե ելք էի ման գալիս, ոչ թե լուծում էի ման գալիս, այլ ավելի պատասխանատվություն էի ուզում հասկանալ, որ կյանքի, որ մասում եմ ինչ որտեղ թուլանում։ Ու այդ թուլանալու հետ կապված առաջի շերտը դա դուրս շպրտելն է մեր խնդիրներն ու մեր ամեն օրվա ներսի կատարվող վախերը, մեր ամբողջ սահմանափակումներն ու ամեն ինչը, ինչը որ մենք չենք կարողանում կարգավորել ու կայունացնել մեր կյանքում այսօր։ Անձնական սկսած, ամեն ինչ սկսում է ներսից դուրս դեպի։ Չկա ընտանեկան խնդիրներ, չկա զույգերի մեջ խնդիրներ, ամեն ինչ կա ներքին խնդիրը, մենք արտացոլում ենք դուրս, արտաքին աշխարհ չենք ուզում պատասխանատվություն վերցնենք։ Ու ստեղ տղամարդկության մասին չի, ստեղ կանացիության մասին չի, ստեղ խելքի մասին չի, ստեղ գրի կարդալ չկարդալու մասին չի, ստեղ գիտակցվածության մասին է, ստեղ ներսի այսօր մեր իրականությունը ընդունելու, մեր ամբողջական այսօրվա ներկան տեսնելու, կրթական համակարգ, բժշկական, սնունդը, հագուստը, ամեն ինչ, հետաքրքրասիրությունը կյանքի հանդեպ, երիտասարդների մոտիվացիան, կյանքի հանդեպ, ոգևորվածությունը, ստեղծելու, ստեղծագործելու, օրինելու, թե ընկճված են։ Այդպիսի պետքա ես այդ ամեն ինչն եմ խորացել, հասկանում եք, իրոք եմ ասում։ Դա իմ ամենօրյա ոչ թե հետաքրքրասիրությունն է սա, այլ իմ ամենօրյա ոնց ասեմ, ոնց որ առաջադրանք չէ։ Ես այնքան սիրով ու դասավորված եմ այդ անում։ Ովքեր իմ հետ ապրել են, ովքեր տեսել են իմ ապրելակերպը, ովքեր իմ հետ շփվում են, իրանք իրոք տեսնում են դա, որ կա այդ լավագույն տարբերակը մեր ոչ թե ցույց տալու ուրիշներին, այլ ինքդ քո համար։ Իրոք ինքս իմ համար։ Որտեղից եմ այդ ամեն ինչը հասկացել ու տեսել։ Հիշում եմ իմ այն ժամանակվա կյանքը, մարմնից տեսքը, պատասխանատվությունը, ստեղծագործելը, կյանքի հանդեպ ուրախությունը, մոլորվածությունը ու տոկոսայինով որ նայում եք, շատ մեծ տոկոսային մարդիկ երբեք չեն գտնում իրանց իշխնա ուրախություն պատճառում։ Իրանց իշխնա խաղաղություն տալիս, իրանց մարմնին, իրանց ներսի, իրանց ուղեղին, իրանց գիտակցությանը։ Իսկ ես ուզեցել եմ, երբ որ իմ մոտ այդ ամեն ինչը սկսեց բացվել, տրվել, այդ գործիքա կազմի, իմ կյանքը սկսեցի ոնց որ կարգավորել սկզբից։ Ու կյանքը կարգավորելը բոլորին թվում է, որ դու սկսում ես մի շատ առատ լաքշրի գեշքեղ կյանքով ես ապրում։ Ոչ, դա այդպես չի լինում սկզբում։ Մոռացեք, որովհետև սկզբում ասում եմ դու նորից դառնում ես ոչինչ։ Ոչինչ, որին որ հնարավորություն է տրվում կյանքի ապրելու ընթացքում արտնացում ունենա նորից, այսինքն արտնացում վերածնունդի տեսքով եկեք պատկերացնենք։ Ինչ է տալիս դա մեզ, որ մեր արտնանում ենք ու սկսում ենք ընտրել լավագույնը մենք, լավագույնն ենք մենք կիսվում մեր հետ, թե չէ, լավագույնն ենք մենք տալիս աշխարհին, թե չէ, ճառագում, ծառայության միջոցով, բոլոր տեսակի։ Բիզնես ենք անում, լավագույնն ենք արտադրում, թե մենք ուզում ենք խարդախություն անենք, թե մեր համար առաջինը ֆինանսն է, թե մեր համար առաջինը մեր հասկանում եք, պետքա զգացողական դաշտ ունենանք ստեղ յուրաքանչյուրս,
Ես դուրս չեմ հանում, ոչ մի խնդիր չեմ, ոչինչ ասում, գիտեք ինչ կա։ Ես այդպես չի։ Ես տեսնում եմ, օգնում եմ, կիսվում եմ, լիքը մարդիկ կան։ Ես երկար տարիներ չեմ կիսվես ամեն ինչով։ Վախենալու է եղել։ Ինչի համար, որովհետև սկսում ես իմ բանից խոսել, որ քո հարազատները, քո մոտիկ մարդիկ երբեք չեն էլ իմացել դրա մասին։ Այնպիսի բառեր, այնպիսի արտահայտություններ, այնպիսի էներգետիկ, տարբեր բաների մասն ես խոսում, որ երբեք չես բարձրացնել այդպիսի բաներ։ Ու ինչա տեղի ունենում։ Սկսում ես դու իրենց վախացնել, որը շատ ինքը հիանալի է անում, ինչի, քեզ մենակ այդ ժամանակն է պետք, մենակության։ Որ դու սկսես այդ բոլոր քո կյանքի անցած փորձառություններից, երեխա ժամանակվանից, այն 3.5 տարեկանից սկսած մի հատ անցկացնում ես, դու սկսում ես քեզ լսել, հասկանալ, թե դու ինչ ես դարձել, ով ես դարձել, ինչն է քեզ պետք, ինչը քեզ պետք չի, ու նոր դու տեղից ես ծնունդ տալիս, արդեն նոր քո այդ արդեն ոչ թե կերպար է լինում, այլ մարմնավորված քո այդ բարձրագույն ես հասկացողությունն է լինում, որովհետև եկեք չթռնենք ամպերի մեջ։ Ինչի համար բարձրագույն եսը դա այն կերպարն է, որը որ անընդհատ գիտակից է լինում։ Հիմա որտեղ գիտակից ձեր հարաբերությունների մեջ, գիտակից մարդկանց օգնելու մեջ, չօգնելու մեջ, խոսելու մեջ, չխոսելու մեջ, գիտակից ձեր շունչ ու արտաշնչի մեջ, ձեր մարմնի առողջության, ձեր ողնաշարի ամրության, այդ պատասխանատվության մասին է իմ ասածը։ Նորից լսեք։ Այն մարդիկ, ովքեր որ ասում են Ռաֆի ջան, չի լինում քեզ, ես լսում եմ, քնում եմ դատակ եւ այլ։ Հարց տվեք ինչի չեք, ինչից եք ուզում փախնեք։ Ստեղ չկա ագրեսիա։ Ես մի այնքան մի հետաքրքիր ընդհանուր բան եմ ուզեցել ստեղծեմ, որ կռիվ չլներ։ Որովհետեւ երբ որ կռիվ է սկսում, մենք իրար չենք լսում ու կորցնում ենք լավագույնը։ Իսկ լավագույնը գիտեք որն է։ Յուրաքանչյուրիս փորձը։ Մեզ թվում է, մեզ սովորեցրել են, որ ամեն մեկս ամենագետ ենք։ Յուրաքանչյուրս այնքան հզոր էակներ ենք, որոնք որ կարիք չունեն փորձառության կիսվելու, կարիք չունեն ուրիշի հետաքրքիր փորձառությունը նորից նկատելու, գնահատելու։ Իսկ այդ ամեն ինչը պետքա ուղղակիորեն ոչ թե փախուստի տեսքով է դրան մոտենալ, վախի տեսքով, որ ես այնպիսի խելամիտ ու այնպիսի հզոր էակ եմ, որ կարիք չունի ուրիշի փորձառության, այլ հակառակը խոնար պետքա մոտիկանանք ամեն մեկս մյուսին։ Հավատացեք, յուրաքանչյուրի հետ աշխատելով հասկանում եմ ամեն օր, որ պետքա ավելի խոնար լինել ամեն մեկը մյուսի հանդեպ։ Ինչի։ Որովհետև տեսնում եմ, թե ինչքան ցավ է անցնում ամեն մեկը իր ներսում, անձայն, գիտակից թե անգիտակից։ Շատերը, ովքեր որ համաձայնվում են, չեն համաձայնվում, իմ ձայնը, իմ խոսքը իրենց տրիգերից է անում, ջղայնացնում է, ոգևորում է, ոգեշնչում։ Ես ամեն ինչին ուրախ եմ, ամեն ինչին, որովհետև ձեր ներսում ուրեմն այդ կրակը կա, ուրեմն կրակը պահպանվել է, որը որ շատ հետաքրքիր է, որը որ ինքը ձեզ տալու է հնարավորություն ստեղծելու ձեր լավագույն կերպարը։ Այդ ձեր ներսի այդ կրակն է, որի մոտ կլինի ջղայնության տեսքով, ոգևորության տեսքով, որի մոտ լինում է սկսում են, ոնց ասեմ, հակադարձվում են ամեն ինչի հետ։ Տեսեք, այդտեղ որն է ձեզ օգուտ տալիս, ինչն է ձեզ պետք, ինչն է ձեզ ծառայում, որովհետև այդտեղ կտեսնեք դրականն ու բացասականը, կտեսնեք, որ այդտեղ դուք պետք է ընդամենը դասավորվածություն է ձեզ պետք։ Ձեր ուղեղին պետք է ընդամենը օրակարգ, իրան պետք է դասավորվածություն։ Ձեր ուղեղին պետք է ընդամենը ուղղություն, ուղղորդում է պետք ներքին։ Իսկ ներքին ուղղորդումը երբ է բացվում, գիտեք, երբ որ սկսում եք ձեր մարմնի հետ աշխատել, երբ որ սկսում եք ձեզ սնուցել, ձեր ուշադրությամբ, ձեր էներգիան ձեզ եք վերադարձնում։ Սրանք ուղղակի բառեր չեն, սրանք գործնական, պրակտիկ ամենօրյա աշխատանքներ են։ Այնքան ժամանակ մինչև այն մարմնավորումը տեղի ունենում արդեն։ Մարմնավորումը տեղի ունենում այն չափով, որ մարդը չի կորցնում այդ կապը իր հետ։ Ամեն տեղ ինքը իր հետ է լինում։ Փորձառության ինքը չի մերժում։ Չի մերժում ոչ մի տեղ դուրս գալ, գնալ, այստեղ այնտեղ չի փակվում աշխարհից։ Եթե պետքա փակվում է, բայց այս ամեն ինչ ես ինչի համար եմ կիսվում։ Ուզում եմ որ չկորցնենք։ Ես կիսվում եմ մեր զարգացման հոգու այս ընթացքի հետ։
ընթացքի հետ, ինչի միջով ենք, որ մենք հիմա անցնում։ Մենք պետքա մարդկությունը պետքա ուղղակի մի մակարդակ գիտակցական պետքա օգնենք, որ մեկս մյուսին կարողանանք մարմնավորել, բարձրանալ գիտակցական նոր մակարդակի, զգացողական դաշտը պետքա ակտիվացնենք։ Զգացողական դաշտը հիմա ինչ կտա այդ ժամանակ զգացողական դաշտը, չէ՞։ Կտա, երբ որ դուք սկսեք զգալ նախ ինքներդ ձեզ, կհասկանաք ինչն է ձեզ ջղայնացնում, ձեր վրա ազդում, ձեր կյանքում, ասում են դրականն ու բացասականի մեջ։ Հետո կհասկանաք ձեր ընտանեկան վիճակում, ձեր ֆինանսական վիճակում, ձեր գիտակցական աշխարհում ինչն է խանգարում, ինչն է պետքա դասավորվի, ինչը պետքա կարգավորվի։ Ու տեղից նոր արդեն բացվում է մի նոր դաշտ։ Մի նոր լրիվ նոր դաշտ է բացվում, որտեղ որ դուք էլ երբեք չեք բաց թողում ձեր ձեռքը։ Տեղից ստեղծումը գիտակից արդեն ստեղծումը կյանքի։ Գիտակից դուք սկսում եք գիտակից սովորել, ինչ որ պետք է լինում, նոր լեզու սովորել, նոր լեզու եք սովորում, պետք է գնաք ինչ որ երկիր գործակներ կազմեք, գնում եք ինչ որ երկիր գործակներ եք կազմում։ Դա պատահական տեղի չունենում։ Ամեն ինչ տեղի ունենում գիտակից։ Ամեն քայլ դուք սկսում եք ուղղորդում ստանալ ինքներդ ձեր ներսից։ Իսկ դա ինքը մի անգամ չի տեղի ունենում, ինքը լինում է արդեն ամեն օր։ Դա ձեզ տրվելու է պրակտիկաների շնորհիվ, դա ձեզ տրվելու է մարմնի հետ աշխատելու շնորհիվ, մարմնի հետ աշխատանքը, ձեզ կբերի նոր գիտակցական մի նոր շերտ, կապ կհաստատեք ձեր սրտի հետ, ձեր աղիների հետ, ձեր ոտքերի հետ, ձեր ձկնամկանների հետ, ամբողջական, ձեր նյարդային համակարգը կսկսեք զգալ, կսկսեք առողջացնել ձեր ամբողջական, գիտեք ոնց, մասերը, հոգու մասերը, գիտակցական մասերը, իմ ասածը ամբողջական է։ Երբեք չմտածեք, որ ես մի բան կասեմ ու սենց կվերջանա ու կավարտվի այդ անով։ Այդպես չի լինելու։ Դուք պետք է այնքան այս ամեն ինչը դառնա ձերը, որ դուք չկորցնեք ձեր իրականության այդ թելը։ Ամեն օր առավոտյան արթնանալուց հասկանանք, որ այսօր նոր հնարավորություն կա ու ձեր միակ մրցակցությունը ձեր երեկվա հին են կերպարի հետ է, որտեղ եք թողել։ Ինչն էիք անում, ինչքան այսօր ինչքան կարա կանեք։ Անձայն կապ չունի ինչքան հզոր գործարար եք, ինչքան հզոր բիզնեսներ ունեք, ինչքան փող ունեք, ինչքան չունեք։ Երկու կողմից էլ պետքա հարցեր կա, որ պետքա իրոք դուք տակ, պետքա իրոք խորքային կերպով անցնեք դրա միջով։ Անընդհատ այնքան ժամանակ մինչև կբացվի ձեր ներսի այն որոշումը, այն գիտակցական այն շերտը, որտեղ է ձեր էներգիան գնում ու որտեղ չի գնում։ Որտեղ եք դուք տալիս ու որտեղ չեք տալիս ձեր էներգիան։ Որ հարաբերություններն են ձեզ սնուցում, ձեզ օգնում, իսկ որոնք որ չէ։ Այս պետքա շատ խորքային այս ամեն ինչին վերաբերվեք, որովհետև երբ որ ինձ հնարավորություն տրվեց իմ կյանքում ուսումնասիրել, գնալ այս խորքային, այս ուսումնասիրել այս ամեն ինչ, այս գիտակցական շերտերը, գալ Ամերիկա, ինչ որ դժվարությունների միջով անցնել, նորից ձևավորվել, ինչ որ կերպար, էլի այդ դուրս չեկավ այդ կերպարը ինձ, նորից ուզեցա նորից փոխվել, նորից, այնքան ինչով հասկացա, որ այնպիսի կերպար, որ այնպիսի մարդ, որ ես ինքս ինձ դուր գամ, ես իմ հետ կայուն լինեմ, խաղաղ վիճակում լինեմ։ Իսկ դա միայն տեղի ունենում, երբ որ դուք չեք վախենում, մտնեք այն կյանքի դասերի մեջ, որոնք որ դուք գիտեք, որ պետք է անեք ու չեք անում։ Այն ինչը որ երկար ժամանակ հետաձգում եք, այն ինչը որ գիտեք ձեր առողջությանը վնասում է, բայց շարունակում եք անել։ Այդտեղա պետք ընդամենը մի հատ sense արգելակել միայն sense մի հատ ստոպ է պետք։ Մտքերում, ամեն տեղ։ Ինչ ես անում քո կյանքի հետ այդ պահին, իրոք, ինձ միշտ է դա հետաքրքիր եղել, որովհետև նայեք Ամերիկան պատահական չասեցի, Ամերիկան ինձ օգնել է, որ ես հայտնվեմ մի հատ այնպիսի տեղ, որ օգնում է այդտեղ շատ արագ է Ամերիկայում ովքեր եղել են, այդտեղ շատ արագ է։ Այդտեղ արագ մասնագիտություններ ես սովորում, արագ ինչ որ բիզնես ես բացում, փակում ես, նորից ես անում, ինչ որ այդպիսի բան կա, ովքեր որ գիտեն, ովքեր որ այդտեղի այդ ընթացքը բռնել են, հասկացել են, դա իրոք այստեղ շատ ուրիշ է։ Հայաստանը դրա համար ավելի
ինքը ներդաշնակ ավելի խաղաղ էներգիաների մեջ է, ժամանակը ուրիշ ձև է հոսում, շնչա օդը ուրիշ ձև է, քաղցր է, այստեղ լավ ու վատի հարց չի, այստեղ ձեր ներկայության հարցն է, հիմա, այստեղ որ ես եկա ու հասկացա, որ ինձ հնարավորություն տրվեց մի քանի տարիներ հետո, աշխատեցի մեծ ֆինանսական կամպանիա էր, ամերիկյան, ինչ էինք անում այնտեղ, կյանքի ապահովագրություն, ներդրումներ ու team building, մարդկանց հետ աշխատել, օգնել, սովորեցնել, կիսվել քո գիտելիքով։ Բայց այդտեղ մի 4-5 տարի հետաքրքիր էր, շատ հաջողություններ էին լինում, բայց անընդհատ ինչ-որ բան ինձ չէր հերիքում։ Ու հարց էի տալի, ինչը չի հերիքում։ Ու դուրս եկա տեղից, սկսեցի անընդհատ իմ ուղեղին էի հետևում։ Ու ուղեղին ասեմ, որ ուղեղին, որ ուզում էր արտաքին աշխարհին դուր եկան լինել, ոչ թե հետևում է իմ ներսի սրտի ձայնին։ Ուղեղին լսելով ինչ արեցի, սկսեցի տարբեր արդեն բիզնեսներ, ընկերոջս հետ դուրս գալ, տարբեր արդեն երիտասարդ, ջահելական կյանք, ու ինչն է հետաքրքիր, չէր կտրվում, հասկանում եք, այդ սովորելու ու անընդհատ ինչ որ բան կար, որ պետք է հետաքրքրվեի, մինչև վերջ պետք է գտնեի։ Ու ինչն էր։ Այդ գործերի ընթացքում ես անընդհատ կարդում էի, ճանաչում, ինքնազարգացում, հոգեբանության շատ խորքային կետեր։ Հետո հասկացա, որ կա էզոթերիկ դաշտ կա, գաղտնագիտություն կա հեքիաթների դաշտ կա տարբեր շերտեր։ Ու այդտեղ, երբ որ ես ոնց որ սովորում ես, ունակությունները ձեռք բերում, սկսում ես ավարտել։ Իմ համար, ես այդ ավարտելը կարելի է անվերջը տեղ մնալ, բայց ավարտելը այսինքն ավարտելը քեզ ինչ պետքա վերցնում ես ու դուրս ես գալիս։ Այդտեղից ես ինչ որ ինձ պետք է վերցրեցի ու հնարավորություն եղավ, որ ես այդ ֆինանսականից հետո, այդ գործերից հետո խինկալի ընկերոջս հետ խինկալիներ էինք սարքում, շատ համով ու գեղեցիկ, շատ հետաքրքիր։ Ու էդ էլ փակեցինք։ Դրանից հետո նոր բացվեց ինչ։ Սկսեցի աշխատել բժշկական ոլորտում, որպես օգնական, աշխատում եմ մեծահասակների հետ, օգնում եմ իրանք այդ վիրահատական, ապաքինում, վարժանքներ կատարեն, ու ինձ ինչն էր անընդհատ հետաքրքրում, որ կապը այսինքն իրանց որն է գիտակցության ու մարմնի հետ։ Որովհետև մարդը ասում է, ես իմ ձեռքը չեմ կարողանում բարձրացնել, այդ բանին Ռաֆի ջան ցավում է, այսպես ուսս ցավում է, ասում եմ օքեյ։ Խոսում ենք իրար հետ, շփվում ենք, մեկ էլ այդ բանին, երբ որ ինքը ուրախ է, sense ներկա է, լավ բաներից է պատմում, մեկ էլ sense ինձ ձեռքով ձգվում բան է տալի, ձեռքը բարձրացնում, ու սկզբից ասում եմ, այս երևի այդտենց հարմար դիրքով է վերցնում, ու այդ սկսեցի նկատել տարբեր, ասում եմ, այդ ինչ պահ կա գիտակցության, որ մարդը մի պահ ասում է, ես չեմ կարողանում, անհնար է, ինքը ցավի մեջ է, հաջորդ պահին ինքը իր ձեռքով կարողանում է վերցնի ու ցույց տա, այսինքն նույն ուսով։ Ինքը նկատում է դա, ոչ։ Ու երբ որ ես ստոպ էի տալի, ասում էի նկատի, դու արեցիր, ու ինչ է սկսում այդտեղ։ Հասկացա, որ ուղեղը սկսում է արդարանալ։ Հիմա ուզում եմ հետ գնանք գաղտնագիտություն, երբ որ սկսեցինք ուսումնասիրել նաև Աստվածաշունչը, հետաքրքիր այնտեղ գաղտնի գիտելիքներ կար, բացվեց դիվագիտությունը, դևերի հետ աշխատանքը, այդ մի դռներ, որտեղ որ մենք չենք ուզում ուսումնասիրենք, որտեղ մեզ թվում է, որ այդտեղ մենք անունները տվեցինք, ոնց որ վերջ ամեն ինչ դասավորվեց եւ այլ։ Ես էլ մի այդպիսի բնավորություն գիծ ունեմ, որ այն ինչը ոնց որ ասում են պետք չի տեղ մտնել, ուսումնասիրել, այն ինչը իրոք ինձ հետաքրքրում է, ես բան չեմ անում։ Չեմ բարձրաձայնում, բայց անձայն սկսում եմ ուսումնասիրել, հասկանալ, տնտղել, տեսնել ինչքանն է իմը, ինչքանը չէ, ինչքան կարելի է այդ դուռը բացել, ինչքան չէ։ Ու հասկացա, որ եթե ես չանեմ, կամ ասենք աշխարհում ոչ մեկի հետաքրքիր չի, ինչի է այդ տեղի ունենում։ Ու այդ ամեն ինչը սկսեցի կապել դիվագիտությունը, գաղտնագիտությունը, այդ իմ անցած այդ սպորտի ճանապարհը եւ այլ։ Այնքան երկար է, ես չգիտեմ ոնց է սա ամեն ինչը տեղավորում իրականում։
Ես չգիտեմ սա իրականում կտեղադրեմ թե չէ, որովհետև այդ փորձնականը նկարում, ճիշտ ասած, ու ինչն էր այդտեղ, որ այդ մարդկանց հետ ասում է լավ, բա ինքը ոնց իր առողջության մասին, համա բարերով ինքը ասում է, որ ինքը իրան սիրում է, ինքը իրան հարգում է։ Բա ինչն է իր մարմինի հետ չի սկսում աշխատել, այսինքն աշխատելու օրն էր, որ վարժանքներն անում էինք, ստացվում էր, ինքը սկսում էր քայլել, առողջ էր, կարողանում էր կանգնել, իր անկողնուց վեր կենալ, նստել, իր քայլել եւ այլ։ Հետո գլորվում էր հետեր են գնում, երբ որ իրար հետ ստոպ էինք անում աշխատանքը։ Այդ ինձ իդեոք էր հետաքրքրում, ասում էի լավ Ռաֆի ջան, այդ իմ էֆեկտը չի հասկանում եք ինչ եմ ասում։ Լավ, օքեյ, մի անգամ, երկու անգամ իմ էֆեկտն է, բայց դա իմը չի։ Դա մարդկային այդ մեր գիտակցության ներսում, այդ տեղն էր, որ ինձ տրվել էր, որ ասել հələ Ռաֆի ջան, հələ տես այդտեղ կարաս access անես ու տեղից ինչ որ մի բան հանես, որը որ մեզ պետք կգա այս ֆիզիկական դաշտում։ Բայց այդ մարդիկ չէին ուզում առողջանալ։ Այդ մարդիկ ուզում են, որ ես իրանց առողջացնեի։ Իսկ այդտեղ ես սկսեցի սպառվել։ Դրա համար ինձ հանգիստ պետք է եղավ ու բացի հանգիստը, այդ իմ թվարկած այդ գիտելիքները, որոնք որ ես հավաքեցի, ես բոլորը հավաքեցի, ինչքան կար։ Մեր հայկական մի հատ լավ մանգալ ունենք այդտեղ տան հայաթը այդ դուր ասում։ Դրեցինք ամեն ինչ բերեցի լցրեցի մեջը, իմ գրած բոլոր գրառումները, ամեն ինչ դրեցի, վառեցի ու ասացի, որ ես պետքա մի հատ զրոյանամ, հասկանամ ինչն է իմը, ինչն է սովորած, ինչն է գրքերից տված, ինչն է ուսուցիչներից, տեղից, ընդեղից եւ այլ։ Ու դրա համար ես ասացի ու դες պատահական զանգեցի հենց պապայիս, ասացի պապ ջան, ես գործից դուրս եմ գալիս ու գնում եմ ես Հայաստան, տեղափոխվում Հայաստանում ապրեմ։ Ու ոնց որ իմ պապան ինձ իրակ հարգում է շատ, մի անգամից ասեց իհարկե ասեց արդեն դուրս ես եկել գործից, ոնց որ ասես զգուշացրել եւ այլ, ասեցի կանեմ, ասեց օքեյ։ Ու դա եղել։ Ու ես եկա Հայաստան, բայց մինչև այդ ես միշտ աշխատել եմ մարդկանց հետ անհատապես։ Ես սկսել էի աշխատել, ճիշտ որ ասեմ։ Այդ ընթացքում համել անհատապես աշխատում էի, աշխատել ասածը գիտեք որն էր։ Այդ ժամանակ ամեն ինչ թվում էր որ մարդիկ սրտով անեն, սրտով վճարեին ինձ, թե չվճարեին, անվճար, իմ համար այդ կարևոր չի եղել այդ վճարման պահը։ Հեսա այդ վճարման պահն եք ասեմ, բայց հիմա ես ամեն ինչ ուզում խոսեմ, գանք այդ խմբերի հետ կապված։ Կյանքի բազմաչափը այդ ինչից ստեղծվեց, այս ասում եմ, չէ՞, որովհետև այդ հիվանդ չեմ ուզում ասեմ, այսինքն մարդիկ ովքեր որ արդեն համաձայնվել էին այդ կյանքի իրանց որակի հետ, համաձայնվել էին այդ վիճակի հետ ու այդպիսի մարդիկ շատ կտեսնեք, որ իրանք իրոք համաձայն են ու լրիվ օքեյ է այդտենց ապրելը։ Պետք չի քննադատել, պետք չի գնահատական տալ այդպիսի մարդկանց։ Ուրեմն իրանք այդտեղ փորձ ունեն խաղելու, իրանք այդտեղ բան պետքա ձեռք բերեն, բան պետքա գիտակցեն։ Հիմա Այդտեղից եկավ այն գաղափարը, որ ասացի ու մարդիկ կային, ու իրար ճանաչում էինք տարբեր տեղից, ու ոնց որ ասում էինք, բա ոնց է ամեն ինչը ես փոխանցեմ մարդկանց, ոնց է, ինչի, որովհետև իմ կյանքը սկսել էր կարգավորվել, համ փլուզվում էր, համ հասկանում էի, որ կարգավորվում է իրականում։ Սկսում էի առողջանալ, լիքը բաներից մաքրվում էի վերջապես, լիքը բաներ ստացվում էր կտրվել, լիքը բաներից կարողանում էի ասեի ոչ իմ կյանքում։ Սննդակարգս վերջապես այդ ժամանակ փոխվեց։ Նիհարեցի, շատ նիհարեցի այդ ժամանակ, բայց դա պետք էր։ Ես հասկանում էի, որ ուղղակի ոնց որ զրոյացում է գնում, որը որ մարմնիս է պետք, որ այդ տարիների կուտակված այդ ծանր էներգիաները, ագրեսիան, ջղայնությունը, այդ ցավը ինքը մաքրվում է մարմնից։ Ու շատերի մոտ անցնում է, այդ շրջանը անցնում եք, ովքեր որ իմ հետ կիսվում են, ովքեր որ այդ ամեն ինչի հետ բարձրաձայնում են մեր խմբերում։ Պետք է անցնեք այդ ամեն ինչի միջով։ Որովհետև այդտեղ եք դուք ինքներդ ձեզ հիշելու։ Այդտեղ է վերջում նվերը դուք ինքներդ ձեզ հետ կապն արինում։ Սկսում եք վերջապես հասկանալ ինչ եք սիրում, ինչ չեք սիրում, ինչ եք ուզում այս կյանքից, ինչ չեք ուզում։ Ու դա ամենահետաքրքիր բանն է լինում, որ արդեն ուրիշներից ոչինչ չեք ուզում, սկսում են ոչ մեկ չազդել ձեր վրա։ Իսկ այդ շատ թանկ հաճույք է, երբ որ ուրիշների կյանքը ձեր վրա սկսում է չազդել։ Ես գիտեմ մենք 3D մակարդակում ինչքան ենք այնտեղ խորացած։ Ու տեղից հիմա նայեք, ու տեղից ստեղծվեց կյանքի բազմաչափ ռեզոնանս խումբը, ու այդտեղ հասկացա, որ ես պետք է անցնենք մենք մակրումներով այդ խորքային։ Դրա համար անցանք մենք պրակտիկաներով, հետաքրքիր մակրումներով, մեր խորքային վախերի միջոցով անցանք, մակրվեցինք ծանր ծրագրերից,
Ու երբ որ հասկացա ու ես իմ ներսից է գալիս, ասեմ, ես իմ ինտուիտիվ, ես իմ ուղղորդմանը միշտ վստահում եմ կապին, իմ սրտի, մարմնի գիտակցության հետ, ու տեղից հասկացա, որ ինչքան կարելի է լավ այդ մակրումները կատարել ու ոնց որ ավարտվում է իմ պրակտիկաները երբեք ես չեմ կրկնել, նույն պրակտիկաները երբեք չենք անցկացնում, չէ՞ այտենց հնարավոր չի լինում, որովհետեւ ամեն ինչը իմ անցկացրած պրակտիկաները տեղի ունենում հենց ուղիղ հոսքի մեջ է տեղի ունենում, ոնց որ այս զրույցն է։ Ես ասում եմ, այս զրույցը հիմա ես չունեմ ոչինչ պատրաստված, ես ուղղակի ասում եմ ներսիցս եկողը, որը որ ես իրոք եմ ուզում ասեմ։ Ու այն մարդիկ, ովքեր որ այս ամեն ինչը իրոք պետք չի, ես շնորհակալ կլինեմ, որ տեղտակ այն մարդկանց, ովքեր իրոք որ պետք է այս ամեն ինչ, ովքեր որ իրոք ուզում են առողջանալ, ում իրոք հետաքրքիր է հասկանան, թե ինչի մասին է խոսում Ռաֆին, ինչի մասին է մեր մարմինը, ջլերը, ֆասցիան, ներքին, էներգիան, զգացողական դաշտը, մեր ունակությունները, շնչառությունը եւ այլ եւ այլ եւ այլ, այսպիսի շատ հետաքրքիր բաներ կա, որոնք որ մենք դեռ չգիտենք, որոնք որ մեզ դեռ ծանոթ չեն։ Իսկ այդ նորը մեզ բացում է մի նոր շունչ կյանքի, մի նոր հետաքրքիր, գիտեք ինչ է բերում, գույներ է բերում ձեր կյանք։ Կապ չունի ինչքան դուք ինչ ցավերի միջով եք անցել եւ այլ եւ այլ։ Միայն մակրումը, օգնությունը լինում է, որ ձեր կյանքին սկսում եք տեր կանգնել ու փոխել։ Ու դուք եք անելու դա։ Դժվար է, այո։ Հիմա ասեմ ձեզ, ես այս ամեն ինչը որ արել եմ, ես ասեցի, չէ, ես այդ ամեն ինչը արել եմ այն ժամանակ, երբ որ ես աշխատել եմ նաեւ։ Այն ժամանակ, երբ որ ես տաքսի եմ քշել, security եմ աշխատել այդտեղ, բոքս եմ պարապել երկար ժամ, տարբեր ինչերով ասես զբաղվել եմ, ասեմ։ Բայց այդ չի խանգարել, որ ես իմ ներսի այդ լույսը, իմ ներսի կապը մի վարքյան ոնց որ թողեմ, այս ինչ ոնց որ գործ ա եղել իմ համար այդտեղ, ասեմ ձեզ այս շերտերը գտնելը, հետաքրքիր դասավորել եմ, ուսումնասիրել եմ, դասավորել եմ այդ ամեն ինչը։ Ու եկավ ժամանակը, որ պետք է սկսեի կիսվել։ Պետք է սկսեի կիսվել պրակտիկաներով, մաքրման, այդ խավարի հետ աշխատանքը, այն ամեն ինչը, ինչը մեզ իրոք ցավ էր պատճառում։ Ու ինչ եղավ։ Եղավ այն, որ մաքրումներից, երբ որ ավարտեցինք, հասկացա, որ չենք կարա այդտեղ մնանք, պետքա գնանք ուրիշ շերտ, ու այդ ուրիշ շերտերը միշտ անճանաչելի է իմ համար լինում։ Ես ուղղակի նորից ասացի, վստահում եմ այդ ներսի, այդ ինտուիտիվ, այդ զգացողական այդ ուղղորդմանը, ու ես քայլ եմ անում։ Բայց որտեղից։ Իմ բազմաչափ այդ ունեցած փորձերից։ Որն էր հաջորդ այդ քայլը, մարմին, ֆասցիա, ուժ։ Ավելի հակառակն է անում, ֆասցիա, մարմին, ուժ։ Մեր խումբը ամբողջական դասընթաց, ամբողջական հենց սկսած մեր գլխամաշկից, մինչև մեր ոտքի բութ մատերը, ամբողջական մեր ֆասցիան ենք մենք քանդում հավաքում, էմոցիոնալ մարմինը, վարժանքների միջոցով ուժեղացնում ենք հոդերը, ջլերը, սա գովք չի, սա այն ինչը որ այնտեղ անում ենք, ես չեմ կարա բառերով ձեզ ներկայացնեմ հիմա։ Չեմ կարա, դուք ուղղակի պետքա զգաք։ Ու հիմա եկել է մի դաշտ, որ պետքա ուղղակի մնան այն մարդիկ, ովքեր որ զգում են ու պատասխանատու են իրանք իրանց դաշտին, իրանք իրանց էներգետիկ դաշտին, իրանց մարմնին, իրանց ներսի ամբողջականությանը։ Սա խաղ չի։ Այդտեղից երբ որ այդ մարմնի ֆասցիան ավարտվեցին, հասկացա, որ մարմնավորման գործը ինչքան կարևոր էր ինձ։ Այսինքն, ինչն եմ ուզում ասեմ, որ հասկանալի լինի ձեզ։ Երբ որ ես օգնում եմ, որ մարդիկ մարմնավորեն իրենց այդ ունեցած ուժը, որ զգում են, բայց չեն կարողանում access անեն, չեն կարողանում կպնեն, մենակ մարդը զգում, ասում է Ռաֆի ջան, ես զգում եմ, որ իմ ներսում ինչ-որ ուժ կա, ես երեխա ժամանակվանից դա կա ներսում, կամ զրույցում իր ներսում, գիտակցական եւ այլ եւ այլ եւ այլ։ Տարբեր։ Ասում եմ, բայց ես չեմ կարողանում դա օգտագործեմ, մարմնավորեմ անընդհատ, անդադար դա պետքա լինի, հասկանում եք իմ ասածը որն է։ Տեղից ծնվեց այդ մարմինի հետ դասընթացը։ Դրանից հետո խումբ կար, այսինքն խումբ չէ, մեր չաթ կար, դա ջնջվեց, որովհետև ավարտվեցինք, պետք է հասունանանք, հաջորդ մակարդակը որն էր, բացվեց մի հատ ուրիշ խումբ կա, փակ գիտելիքի ակումբ, որտեղ որ ինչ եղավ, նայեք, հիմա ասեմ ձեզ հերթականությամբ, որ պարզ լինի, սկզբում կատարեցինք մաքրում, այն մարդիկ, ովքեր որ այն հոգիներին, ովքեր որ պետք էին, իրանք մաքրվեցին, այդ գիտելիքը հասավ, աշխատեցին իրենց խավարի հետ, ճանաչեցին իրենց բոլոր այն անկյունները, որոնք որ պետքա
ընդունեն, պետքա իրանց ոնց որ պետքա վերամիավորվեիք այդ վերականգնեիք այդ ձեր ասպեկտները հոգու։ Ու ինչ է լինում։ Դա անելուց հետո, էներգետիկ մաքրումից հետո պետք է այդ ամեն ինչը ինչ անել, մարմնավորվել, հողանցում կատարել, որտեղ մարմին։ Այդ ամեն ինչը պետք չի ձեր մտքերում լինի։ Պետք չի դուք լինեք սուպեր գիտակից ամեն հարցերում։ Դա պետքա լինի մարմնավորված ձեր կյանքում, պետքա դա ցույց տա ձեր ներկայությունը, ձեր կյանքի դասավորվածությունը, ձեր առողջությունը, ձեր հարաբերությունները, առաջինը ինքներդ ձեր հետ, ձեր ընտանեկան հարաբերությունները եւ այլ եւ այլ եւ այլ։ Դրա ժամանակ է պետք։ Միանգամից ինքը ժամանակատարա նյարդային համակարգին պետքա լինում ժամանակ, մարմնին պետքա լինում ժամանակ։ Դրա համար հերթականությունը նորից ասեմ, մաքրումներ խավարից հետո ճանաչումից հետո եկանք մարմնի հետ աշխատանքը, որը որ հնա մեր հասու է այդ դասընթացները ձեռք բերել։ Դասընթացները այդ խումբ կարելի է միանալ, անել մեր հետ միասին եւ այլ եւ այլ։ Ինքը պատրաստի կա, հասկանում եք, արդեն ավարտված, կարող դնեք ձեր համար անեք։ Սովորեք։ Հետո ինչ եղավ, հասկացա, որ օքեյ, այս մարդիկ անցան, այս մարդիկ միացան, սովորեցին, ու ինչ։ Այն մարդիկ, ովքեր որ ուզում են որ խորացված արդեն հասկանան ոնց է լինում մնացածը, կա փակ գիտելիքի ակումբը, որը որ արդեն հասկացա պետքա լինի ընտրովի։ Այն մարդի, այսինքն ընտրովի, որ պետքա լինի ինչ որ հարցազրույցի տարբերակով կամ զգացողական դաշտով, պետքա տեստինգ։ Այն մարդիկ, ովքեր որ ուղղակի ուզում են գան այդտեղ փակ գիտելիքի ակումբ, այդ տարբերակով չի լինելու հնարավոր։ Պետքա իրոք գան իրանց ամբողջական պատասխանատվությամբ։ Ու դա տեսանելի է լինում, ինքներդ գիտեք։ Ինքներդ գիտեք, որ այստեղ պետք չի, ինձ պետք չի խաբել, ձեզ իմաստը որն է ձեզ խաբելու։ Դա է պետք անել։ Շատ հետաքրքիր շրջան է, ավելի ինֆորմացիա անիմաստ է, այստեղ տալը, խոսալը եւ այլ, որովհետեւ ասում եմ, կա խումբ պրակտիկաների եւ այլ, որը որ հասու է։ Կա շատ հետաքրքիր ամեն ինչ, կա պրակտիկաներ, վարժանքներ, մարմնի, էներգետիկ մաքրման, մարմնավորման, ակտիվացման, բայց խնդրվելով էլ սովորեցնելու դարաշրջանը ավարտվել է։ Մարդկանց համոզելու, որ իրենք առողջացնեն, ես ավարտել եմ դա այդ փորձառությունը։ Արել եմ, այո։ Խնդրվել եմ մարդկանց, որ առողջանան, որ իրենց կյանքը կարգավորեն եւ հարաբերությունները առողջացնեն, այո։ Բայց ամեն ինչին գալիս է կյանքում մի պահ, որ պետքա թարմացում։ Պետքա թարմացում նկատի ունեմ, երբ որ քայլ ես կատարում, հասկանում ես ովքեր են որ գալիս, ովքեր են պատասխանատու, ովքեր են ուզում որ մենակ խոսքի մեջ դա չլինի, դա լինի մարմնավորված ներկայության մեջ, թաքուն չապրեն, այլ իրական մարմնավորված լինի այդ ամեն ինչը։ Ձեզ մաղթում եմ լուսագիտություն, ինքներդ որ ձեր ներսի ճանաչումը չդնեք մի կողմ, ոչ մի վայրկյան, զգաք մարմինը, զգաք ձեր սիրտը, հասկանաք ինչ որտեղ է ուղղորդում ձեր, ինչ պետքա սովորեք, ինչ պետքա անեք, որտեղ պետքա ամրացնեք ձեզ, ինչն է պետք։